Ողջույն, եթերում իմ բիզնես հաղորդումն է, ես Աննա Մարգարյանն եմ։ Այստեղ մենք խոսում ենք հաջողակ անձանց հետ նրանց կյանքի պատմություններից, վայրեջքներից եւ վերելքներից։ Այսօր մեր հյուրը Լիլի Բագրատունին է։ Իսկ ով է Լիլի Բագրատունին։ Երջանիկ մայրիկ, ֆուդբլոգեր եւ համատեղությամբ արդեն 4 տարի է զբաղվում եմ Զեֆիրե ֆլորիստիկայով։ Զեֆիրե ֆլորիստիկա, ես ոնց հասկանում եմ, ծաղիկների հետ կապված ինչ-որ բան է, բայց համեղ ծաղիկների։ Մի քիչ կմանրամասնես։ Ով լսում առաջի անգամ, հա, այդ համադրությունը Զեֆիրե ֆլորիստ միշտ նման արձագանք եմ ստանում։ Այո, ես ստեղծում եմ ծաղիկներ, որը մարդիկ ցանկանում են դնել ծաղկամանի մեջ, բայց փաստացի դրանք ուտելի են։ Եվ ոչ միայն ծաղիկներ, Զեֆիրից ստանում եմ տարբեր տեսակի ֆիգուրներ նվերի համար, որը նվերը նաև երկուսը մեկում, ես միշտ այդպես եմ ասում, ծաղիկներ եւ քաղցր։ Իսկ ինչպես գաղափարը առաջացավ եւ ինչ դժվարություններ կային այս ճանապարհին։ Առաջին անգամ Զեֆիրին սիրահարվել եմ դեռ 2020 թվականին, հա, երբ որ այդ հայտնի ժամանակներն էին, երբ բոլորս տանն էինք ու անդադ համակարգչային, հա, այսպես համացանցային վիճակ էր բոլորի մոտ ու ես համացանցում եմ շատ պատահաբար տեսել ու միանգամից գերվել եմ։ Սկզբում Զեֆիրի դասական տեսակով եմ սկսել զբաղվել, հետո դրանից հոգնեցի արդեն ու սկսեցի ուսումնասիրել այլ տարբերակներ ու հիմա տարված եմ ծաղիկների ստեղծմամբ։ Իսկ դժվարությունների մասին, թեկուզ կյանքի ինչ-որ փուլում ինչ դժվարություններ եւ վայրեջքներ ես ունեցել, որոնք տարել են անձնական աճի եւ զարգացման։ Չգիտեմ, ի ուրախությունից, թե ցավոք սրտի, ես դեռևս այդպիսի հատուկ վայրեջքներ, հա, չեմ արձանագրել այս ընթացքում։ Սկզբում դժվար էր ինչ առումով, որովհետև երբ որ ես դասընթացները պետքա գնեի, հա, եթե Զեֆիրի մասին խոսենք, ինձ համար դժվար էր այդ փուլում դժվար էր վճարումներ կատարելը, հա, այդ միջազգային ցանցերի հետ կապված, բայց դրա լուծումն էլ գտանք ու ինձ այդտեղ շատ օգնեց ամուսինս, ինքը ինձ համար գիրք գնեց on-line ու այդ գիրքը դարավ, հա, այսպես ասած իմ ոգեշնչման աղբյուրը եւ հենց այդ գիրքը օգնեց, որ այսօր ես այստեղ եմ։ Իսկ ինչ գիրքեր, նաև կուզենամ նշես top 3 գրքերը, որոնք խորհուրդ կտաս նաև մեր դիտորդներին։ Չէ, գիրքը բացառապես Զեֆիրի մասին էր, որ այդ ժամանակ ես պետք է ձեռք բերեի, քանի որ որոշել էի սկսել ինքնուս։ Հետո հասկացա, որ ինքնուս շատ դժվար է։ Այնտեղ շատ նրբություններ կան, ինքը շատ սպეციფիկ եւ շատ այսպես մի քիչ բարդ process է ու պետքա դա անպայման տեսնելով սովորեի։ Այդպես գրքով սկսեցի, հետո ինքը այնպեսի մասնագիտություն ասեմ, հա, որ անընդհատ մեզնից պահանջում է սովորել, հղկվել, ուսումնասիրել։ Ես մինչ օրս էլ դեռ ուսումնասիրում եմ, դեռ նոր բաներ եմ սովորում։ Ասացիր գիրք, իհարկե դա մասնագիտական էր ավելի, բայց վստահ եմ նաև մոտիվացնող ու գեղարվեստական գրքեր ես ընթերցում, քո լիստի top 3 գրքերը, որոնք նաև խորհուրդ կտաս մեր դիտորդներին։ Պարտադիր խորհուրդ կտամ իրենց կողքը միշտ ունենան Աստվածաշունչը, հա, առաջնային, որովհետև բոլոր հարցերի բանալիները Աստվածաշնչում կան։ Վերջերս ընթերցել եմ Էլիֆ Շաֆակի, ավելի ճիշտ այս պահին ընթերցում եմ Էլիֆ Շաֆակի Սիրո 40 կանոնները եւ խորհուրդ կտամ Ռոբին Շարմային անպայման անդրադառնան, հատկապես ով կարտասվի, երբ դու մահանաս։ Այդ գրքին։ Այդ երեք այս պահին մտքից դրանք եկան։ Զեֆիրներից անդրադարձ կատարենք food blog-ին, քանի որ ինչպես հասկանում եմ, food blog-ը ավելի շուտ էր, քան Զեֆիրների բիզնեսը։ Ինչպես առաջացավ food blog վարելու միտքը եւ ինչ արեցիր, որ այդքան էսթետիկ, գեղեցիկ տենց գնաց եւ արդեն 100,000-ից ավել հետևորդ ունի բլոգը։ Food blog-ով սկսել եմ զբաղվել 2021 թվականից, հա, որ այդպես ավելի սկսեցի լուրջ վարվել, edge-ին, ավելի այսպես մտածված ամեն բան։ Իրականում ես երբ հարցնում են, միշտ ասում եմ, որ մեղավորը աղջիկս է եղել, որովհետեւ ես միշտ սիրել եմ պատրաստել, բայց միտքը աղջիկաս մոտ ծագեց, ասեց մամ, դա այդքան պատրաստում ես, արի մի օր նկարենք, տեղադրենք edge։ Սկզբում շատ վախենալու էր, հա, որովհետեւ վախենում էի քննադատությունից, ով ինչպես կարձագանքի, անգամ իմ հարազատներից, բա որ տեսնեն, ինչ կմտածեն։ Հետո այդ ամեն ինչը, չգիտեմ, այնքան սենց սահուն եղավ,
ու այդպես իմիջը շատ կանոնիկ, շատ օրգանիկ ձևով աճում է առանց որևէ ավելորդ միջամտությունների, ու ես ինչա որ շատ ուրախ եմ։ Իսկ թե ինչպես էսթետիկ, ինձ թվում է իմ հետևորդներն էլ կփաստեն, որ իմ մոտ ամեն ինչ շատ իրական է, ես ոչինչ չեմ ձևացնում, ամեն ինչ շատ այնպես է, ինչպես իմ կյանքում, հա։ Մի հատ շատ լավ խոսք կա, ասում է կյանքում պետք է լինել, այլ ոչ թե թվալ, ես այդ կանոնին հետևում եմ։ Երևի հաջողության բանաձևի մի մասն էլ ոչ թե ես կարծում եմ մեծ մասը, այո։ Ամեն գործում մարդը պետք է լինի անկեղծ։ Երբ որ դու անկեղծ ես քո աշխատանքի մեջ, ինչ էլ որ դա լինի, դա վերջում պարտադիր հաջողությամբ է պսակվում։ Արդեն գալիս ենք հաջողության բանաձևին, եթե Լիլիի հաջողության բանաձևը ստեղծենք։ Հաջողությունը հավասար է աշխատասիրություն, ազնվություն եւ անկեղծություն, նոր անկեղծություն, այո, դե ազնվությունը ինձ թվում է նաեւ անկեղծության իմաստն է, թող լինի անկեղծություն։ Ինչպես ես ընտրում բաղադրատոմսերը, արթնանում ես ու ուղղակի գալիս է այդ բաղադրատոմսը, ինչ պիտի պատրաստես այսօր, ինչ պիտի նկարես, թե կա ինչ-որ գիրք, որը օրինակ մնացել է մայրիկից, տատիկից, շատերը նաև այդպես են պատրաստում։ Վերջերս մի հետաքրքիր բան, մի մտքի վրա ինձ բռնացրեցի, ուրեմն խաղալիքների խանութում տեսա խոհանոց, խաղալիք խոհանոց, ու ինձ այդ մտքի վրա բռնացրեցի, որ ես դեռ երեխա ժամանակ երազել եմ ունենամ այդ խոհանոցը։ Այնքան հետաքրքիր ապրումներ ունեցա այդ պահին։ Ուրեմն դա իմ մեջ փոքրուց է եղել երևի այդ սերը, հետո մայրիկս է շատ նպաստել, ինքը անընդհատ ինչ որ հետաքրքիր ձևով միշտ գրավներ գրավում էր, հա, այդ խոհանոցային, այդ պատրաստման աշխատանքներին, ու հետո որ հիմա ես նայում եմ, հա, իմ նոթատետրերը, տեսնում որ ես, չգիտեմ, քանի տարվա բաղադրատոմսեր ունեմ, ու այդ ժամանակի համար, որ կարդում, ասում հետաքրքիր է, ես որ գրել եմ, մտածել եմ, որ ես դա պատրաստել եմ, որտեղ այնքան բարդ բաղադրատոմսեր, այնքան բարդ մթերքներով այդպես օգտվում եմ, իհարկե գրքերից եմ օգտվում, իմ նոթատետրերից, շատ հին գրքեր ունեմ, նոր գրքեր ունեմ, բայց հիմնականում ասում եք արթնանալուց, բայց չէ, իմ մոտ քնելու պահին էլ ես կարող եմ հաջորդ օրվա տեսանյութը այսպես մտքում պատկերացնել, հա, բաղադրատոմսը շատ ժամանակ, ասենք, ինչ որ մթերք եմ գնել, հա, ենթադրենք այդ օրը, չմտածված, բայց ես արդեն մտովի երեկոյան կարող եմ մտածել, ահա, այս ինչ բան ունեմ, կարելի է դրանք համակցել, ինչ որ հետաքրքիր բաղադրատոմս ստանալ։ Ինչ մասնագիտություն ունես, սենց որ խոսում ես, ինձ մոտ վստահություն կա, որ խոհարարության հետ կապված ինչ որ մասնագիտություն է։ Չէ, խոհարարության հետ բացարձակ կապ չունեմ, ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Արցախի պետական համալսարանը, շատ քիչ եմ աշխատել մասնագիտությամբ, բայց այդպես Ինչ մասնագետ, այսինքն տարական դասարանների դասվար։ Պիտի անկեղծ լինեմ, երբեք չեմ սիրել իմ մասնագիտությունը։ Երևի դա եղել պատճառը, որ շատ այդպես սեր չի եղել, հա, գնամ դեպի իմ մասնագիտություն։ Հիմա խոսենք քո սիրելի ուտեստներից, top 3-ը եթե առանձնացնենք, որոնք կլինեն։ Արի հայկական խոհանոցի top 3։ Քանի որ ես մեծացել եմ գյուղում, ես դրանից երբեք չեմ ամաչում ու ամենտեղ ասում եմ, որ ես Վայոց Ձոր մարզի Կեչուտ գյուղից եմ։ Մեր մոտ շատ համեղ խոհանոցով, շատ հարուստ խոհանոց ունի, հա, Վայոց Ձորը։ Ես շատ սիրում եմ մեր չորաթանը, սիրում եմ մեր բանջարով շորվան եւ սիրում եմ տոլմա։ Եթե այսպես հայկական ուտեստներին անդրադառնանք, հա, ու ինչ իսկապես ես սիրում եմ հայկական խոհանոցում։ Իսկ ինչ չեմ սիրում, հա, այդ հարցն էլ կար։ Հաջորդն է։ Ես երևի այն մարդկանցից եմ, որ գրեթե չունեմ, հա, չսիրելի ուտեստ։ Դա երևի կախված է պատրաստման եղանակից, բայց չեմ սիրում սմբուկ։ Իմ մոտ իմիջիայլոց սմբուկի հանդեպ սերը եւ ոչ սերը այտենց բաներով է փոխվում է։ Մեկ սիրում եմ ուտում եմ, օրինակ մի 3 տարի, հետո կարող եմ մի 5 տարի ընդհանրապես չկարանամ նայեմ, հետո էլի ինչ որ դուրս սկսի գալ։ Օրինակ մանկության տարիներին շատ էի սիրում, երբ որ տատիկը թեկուզ գազի վրա դնում էր սմբուկը ու ինքը խորոված սմբուկ էր լինում։ Այդ շատ լավ, բայց իրա հոտն է, ահա որ հետո չի անցնում։ Ամենաչսիրածս ինքը ուտեստ չի, ինքը ըմպելիք է, որ ես դեռ մանկապարտեզից տանել չեմ կարողացել, դա եղել է կիսելը։ Չգիտեմ հայերեն ոնց է անվանումը։
Բայց այդ ըմպելիքը ես տանել չեմ կարողանում մինչ օրս։ Թողնել են բոլոր նրանք, ովքեր շատ սիրում են։ Իրականում ժելե կարա լինի ինքը, այդ կիսելը ինչ որ միջին բան է, խմելու ժելե։ Նաև եթե խոսենք միֆերից, որոնք կան խոհարարական աշխարհում, կան ինչ որ միֆեր, որոնք կուզենայիր մեր դիտորդներին նաև ասել, որ իրականում այդպես չէ, բայց կարծրացած կարծիքներ են։ Միֆ այդպես չգիտեմ, բայց օրինակ շատ կուզեմ, որ մարդիկ իմանան, որ ինչ որ օրինակ մենք պատրաստում ենք ու իրանց աչքին թվում է թե այդքան ասենք բարդ է, բան մենք չենք կարող կամ մենք այնքան իդեալական ենք, որ մենք ինչ պատրաստում ենք, այսպես մի կադրից սահուն, դա իրականում այդպես չի։ Մեր մոտ են շատ, իմ մոտ, ես իմ մասով ասեմ, մեզ մոտ են լինում անհաջողություններ, նույն տորթը կարող է մեզ մոտ էլ չստացվի, նույն խմորը կարող է մեզ մոտ էլ չբարձրանա։ Դրա համար թող այդ միֆը ցրվի, որ ֆուդ-բլոգերի մոտ, ասենք Լիլի Բագրատունի մոտ ամեն ինչ իդեալական է ստացվում, իմ մոտ էլ է լինում շատ այսպես ոչ հաջող օրեր։ Բայց իրականում բլոգը դիտելիս հենց այդպիսի տպավորություն է ու բոլոր մասնագիտություններում կողքից միշտ ամեն ինչ հեշտ է թվում, բայց երբ մտնում ես ավելի խորանում ես տվյալ գործի մեջ, հասկանում ես թե ինչքան բարդություններ կան իրականում։ Այո։ Ու համբերություն է պետք ցանկացած գործում։ Անպայման, առանց համբերության, առանց համբերատարության, առանց, չգիտեմ, այդ ներուժի դու չես կարող։ Ես իմ համբերատարության շնորհիվ է, որ ես այդքան, այսինքն այս պահին այդքան հետևորդ ունեմ, որովհետև անգամ իմ երեխաները շատ ժամանակ ոնց որ չէին հավատում, ասում եմ դե հերիք է, մամ, դե օրինակ, չգիտեմ, այդքան չդիտվեց բան, բայց ես շատ համառ էի այդ առումով, ասում էի, չէ, մի օր կգա այդ օրը։ Նաև ասացիր, որ ընտանիքի մայր ես, դա էլի կոչում է եւ ես տեսնում եմ քո համբերատարությունը, քո աուրան, այդ սիրո եւ հանգստության աուրան, որը քեզ հետ շփվելիս զգում ես, վստահ եմ նաև ընտանիքից է գալի, ընտանիքի ներդաշնակությունից։ Ինչպես ես կարողանում համատեղել բլոգը, բիզնեսը եւ ընտանիքը եւ ինչպիսին է Լիլին ընտանիքում։ Իրականում իմ ընտանիքը ինձ շատ է օգնում այդ բոլոր հարցերում։ Կար ժամանակ, որ իմ բոլոր տեսանյութերը աղջիկս էր նկարում, մոնտաժում, հիմա ինքը արդեն երկրում չի, այդ ամեն ինչին վրա մնացա։ Իմ տղան է ինձ շատ օգնում, եւ իմ առաքիչն է, եւ իմ խորհրդատուն, եւ իմ օգնականը, ամուսինս էլի շատ է օգնում այդ բոլոր հարցերում ու իմ կայացման հարցում էլ ամուսինս շատ մեծ դերակատարում ունի։ Ես առանց իրա ոնց որ չէի դառնա Լիլի Բագրատունին, որտեվ ինքը կատարում է իմ բոլոր այսպես, քմահաճություն չասեմ, բայց ցանկությունները։ Ասենք գիշերվա որ ժամը լինի, այս ինչ բանն է պետք, ինքը վազելով կբերի, որտեղ գիտի, եթե ես ասում եմ իրոք դա ինձ անհրաժեշտ է։ Այնպես որ իմ ընտանիքին ինձ շատ է օգնում ու չգիտեմ, հաշտ համերաշ երջանիկ ապրում ենք։ Հիմա ժամանակն է անցնելու մեր հաղորդման բլից մասին։ Ես քեզ տալիս եմ հարցեր, որոնց դու արագ պատասխանում ես։ Պատրաստ ես։ Գնացինք։ 3 բառ, որոնք լավագույնս նկարագրում են քեզ։ Համեստ։ Չգիտեմ, այդ եկա մտքից, որտեղ միշտ ինձ այդպես են ասում։ Չնայած այդքան էլ ինձ դուր չի գալի, բայց պես կողքի կարծիք։ 3 բառ։ 3 բառ։ Ասում եմ, որ ինձ լավ աուրա է տարածվում, այդ 2, հա, եւ բարի։ Որն է ամենակարևոր արժեքը քեզ համար։ Ազնվությունը։ Մարդկանց մեջ ամենաշատը դա եմ գնահատում։ Ինչ է սերը քեզ համար։ Սերը ինձ համար փոխադարձ հարգանքն է, նվիրումն է եւ էլի անկեղծությունը։ Ինչ է երջանկությունը։ Երջանկությունը այն է, ինչ մենք ապրում ենք այս պահին։ Այդ պահի զգացողությունն է երջանկությունը։ Պահի զգացողություն, ես այդպես եմ պատկերացնում երջանկությունը։ Ինչ որ բանաձև չունի իմ համար։ Երջանկությունը պահն է։ Եթե կարողանայիր ինչ-որ բան փոխել կյանքումդ, ինչը կլիներ։ Ես երևի ոչինչ չէի փոխի, որովհետև ես այս պահին շատ ներդաշնակ եմ, հայ։ Եթե կարողանայիր ինչ-որ բան ասել փոքրիկ Լիլիին, 10 տարեկան, ինչ կասեիր։ Կասեի մի վախեցիր։ Մնա այդ նույն չարաճճի աշխուժ աղջիկը, անվախ ու հավատա քեզ։ Իսկ ինչ կասես 60 տարեկան Լիլիին։ Այս պահի մտածողությամբ կասեի շատ ճամփորդիր, այդքան մի տրվիր կենցաղին ու ինքդ քեզ մի քիչ ավելի շատ սիրի ու գնահատի։
Քեզ համար ոգեշնչող օրինակ, անձ կամ երևույթ։ Ես ոգեշնչվում իմ երեխաներից, եթե անկեղծ, ու որպես այդպես անձ իմ համար իմ մայրիկն է։ Ինչն է քեզ ուժ տալիս դժվար պահերին։ Ընթերցանությունը ինձ հանում է այդ վիճակներից։ Հիմա ես ասում եմ բառ, դու ասում ես ինչն է ասոցացվում քեզ մոտ այդ բառի հետ, բայց արագ, առաջի 2 վայրկյան։ Ապագա, Կյանք, կին, տղամարդ, զորություն, Աստված, անվտանգություն, մահ, սեր, գիրք, նպատակ, երազանք, երազանք, իրականություն, թույլ կողմ, վախ, ուժեղ կողմ։ վստահություն։ Բլիցը անցանք, հիմա մեր հաղորդման հաջորդ փուլն է։ Խաղում ենք ես երբեք։ Գնացինք։ Գնացինք։ Ես երբեք չեմ ստեղծել կեղծ էջ որևէ սոցիալական կայքում, որևէ մարդու հետևելու համար։ Երբեք չեմ ստեղծել։ Ուրեմն քաշում ես կախարդանք։ Ստեղծեք կեղծ էջ որևէ սոցիալական կայքում եւ քո ձախ կողմում գտնվող խաղացողի հրապարակումների տակ գրեք ռոմանտիկ մեկնաբանություն։ Հիմա ստուգենք, թե ինչ ռոմանտիկ մեկնաբանություն է գրել Լիլին իմ այդին։ Вообще ռոմանտիկ չի, բայց շատ երկար ռոմանտիկ բան է գրում կոմենտարում։ Ես երևի ռոմանտիկ չեմ, չգիտեմ ռոմանտիկ բաներ գրել։ Ես դες հետո ցույց կտամ կոմենտը, իսկ հիմա իմ հերթն է։ Մատը դու չես ծալում փաստորեն, հեսա տեսնենք։ Ես երբեք չեմ գնացել որևէ միջոցառման, որին հրավիրված չէի։ Չէ, չեմ գնացել։ Ես երբեք չեմ սափրվել։ Իհարկե սափրվել եմ։ Մատը ծալեց։ Գնացինք։ Ես երբեք չեմ հանդիպել հայտնի մարդու։ Հայտնի նայած ոնց են ինչ չափանիշներով։ Եթե Հայաստանի մասշտաբներով, այո, հանդիպել եմ, դա, Ռուսաստանի մասշտաբներով եմ հանդիպել։ Այսինքն մի մատ էլ ես եմ ծալում։ Պայքարը թեժ է, դատարկ։ Ես երբեք չեմ պատկերացրել իմ ապագան իմ դիմաց գտնվող խաղացողի հետ։ Տարօրինակ միապե Դու քո ապագան չես պատկերացրել առանց։ Որպես ընկերներ պատկերացնում եմ։ Այսինքն պատկերացրել եմ, որ ապագայում մենք լիքը հետաքրքիր նախագծեր ենք անելու օրինակ։ Ես երբեք չեմ մտածել, թե խաղի մասնակիցներից ում հետ կապրեի անմարդաբնակ կղզում։ Կապրեի իմ հետ անմարդաբնակ կղզում։ Ախի չէ։ Չէ։ 2 Ես երբեք չեմ մասնակցել որևէ հետաքրքիր փառատոնի։ Մասնակցել եմ, էնել կոորդինացրել եմ փառատոնները, կրվեցի ես 3։ Խաղը խաղացինք, իսկ սա նշանակում է, որ մեր հաղորդման վերջին մասին ենք անդրադառնում, ունենք ավանդույթ, որ մեր հյուրը իր արտադրանքից կամ ծառայությունից նվեր է անում մեր դիտորդներին եւ տալիս է նրանց առաջադրանք, ինչ պիտի անեն, որպեսզի շահեն նվերը։ Մեր այս հոլովակի տակ թող 3 հոգի գրեն, թե ինչ հումքից է բաղկացած Զեֆիրը, այն գլխավոր բաղադրիչը, հա, եւ առաջին 3 ճիշտ պատասխանողները իմ կողմից կստանան մեկական տուփ Զեֆիր։ Այսպիսով մեր հարցն է ինչից է պատրաստված Զեֆիրը։ Շտապ եք գրել մեկնաբանությունները, քանի որ առաջին 3-ը ստանալու են նվերներ։ Ես էլ շնորհակալ եմ անկեղծ հոգուն մոտ, այն որ ասում են զրույցի համար, շատ հաճելի էր, շատ հետաքրքիր ինֆորմացիա իմացա եւ քո կյանքի մանրամասներից եւ Զեֆիրների ֆլորիստիկայի մասով, որը նոր ուղղություն էր ինձ համար։ Հաջողություն քո բոլոր գործերին եւ վստահ եմ դեռ հետաքրքիր շատ առիթներ են ունենալու զրուցելու։ Ես էլ եմ շնորհակալ անչափ, ինձ էլ է շատ հաճելի։ Եթերում իմ բիզնես հաղորդումներ, ես Աննա Մարգարյանն եմ։ Կհանդիպենք։